Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռիվյուն է մեր տաղավարում հյուրընկալել ենք Հանրապետական կուսակցության ուսանողական կազմակերպության ղեկավար Արմեն Հարությունյանին։ Բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Նախորդ շաբաթ ազգային ժողովում նիստերը բավականին լարված էին ընթանում եւ հատկապես շատ քննարկվեց Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքը, որը ժամանակագրորեն հաջորդեց Արարատ Միրզոյանի այցին Թուրքիա եւ նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթին։ Դրանով եք պայմանավորում Նիկոլ Փաշինյանի այդ ելույթը այդպիսի բռնկուն իրավիճակը, թե եկեք սկսենք մեր կուսակցության խորհրդի նիստից, որի ժամանակ հայտարարվեցին տարբեր թեզեր, որոնք հիստերիա են հասցրել օրվա իշխանավորներին։ Դուք շատ ճիշտ նշեցիք, որ ազգային ժողովի նրանց ելույթները, նրանց հայտարարությունները դրա վառ ապացույցն էին։ Խորհրդի նիստի ժամանակ շատ պարզ կերպով Սերժ Սարգսյանը բացահայտեց սրանց իշխանության ընթացքում կատարած բոլոր ստերի բացահայտումները։ Դրանք էին, որ սրանք մինչև իրենց գալը բոլորին հայտարարում էին, որ նրանք գալիս են Արցախը պահեն, գալիս են ավելի անվտանգ Հայաստան ստեղծեն, նաև սոցիալական վիճակը բարելավեն հնարավորինս չափով, բայց մենք ինչ տեսանք։ Մենք տեսանք դրա ամբողջությամբ հակառակ պատկերը։ Արցախը կորցրեցինք նրանց ժամանակ, նրանց վարած քաղաքականության, տարան երկիրը կապիտուլյացիայի, ունեցանք տեղահանված արցախահայություն, ովքեր որ հիմա գտնվում են Հայաստանի Հանրապետությունում եւ ունեն տարաբնույթ խնդիրներ, որոնցով կարելի է ասել չի զբաղվում օրվա իշխանությունը, զինված ուժերը գտնվում են թե բարոյալքված, թե ջախջախված վիճակում, որովհետեւ նրանք մտածում են միշտ հետեւել կերպով, եթե մենք սահմանին կանգնած ենք եւ կռվում ենք, իսկ մեր հետևում կանգնած իշխանությունը մեր կողքին է, արդյոք թե ոչ։ Իսկ նրանք բարբերաբար տեսնում են, որ օրվա իշխանությունը ընդհանրապես նրանց կողքին կանգնած չէ, նույնիսկ տեղ-տեղ սատարում է թշնամուն ու նրանց փոխարեն հայտարարություններ տարածելով, որ նմանատիպ հայտարարություններ նույնիսկ Ադրբեջանը իրեն թույլ չի տալիս տարածի պաշտպանության նախարարության մակարդակում։ Նաև այնտեղ խորհրդի նիստի ժամանակի նկատի ունեմ այն թեզին արձագանքեց Սերժ Սարգսյանը, որը որ այս վերջերը շատ էր տարածվել, դա այն էր, որ Նիկոլին փորձում են անընդհատ կապել մեզ հետ, թե մենք ենք նրանց բերել, մենք մեր կուսակցությունը ընդհանրապես մազոխիստ չի ու վստահեցնում եմ ձեզ, որ այն ժամանակ, երբ որ տեղի էր ունենում այդ դագաղներով փարթիները ու Աշոտյան Արմենի, Էդուարդ Շարմազանովի եւ մեր մնացած կուսակցականների նկատմամբ տեղի ունենում բազմապիսի ռեպրեսիաներ, որոնք չունեին ոչ մի կարմիր գծեր, դա ոչ մեկ ինքը իր անձի շուրջ չէր կազմակերպելու հաստատ։ Ու դրան զուգահեռ նաև մենք տեսնում ենք մեր օրյա իրականությունը, որտեղ որ հանրապետական կուսակցությունը բազմապիսի ռեպրեսիաների ենթարկում, բազմապիսի, թե մեր խորհրդի անդամների նկատմամբ, թե մեր գործադիր մարմնի անդամների նկատմամբ, թե Սերժ Սարգսյանի նկատմամբ, որ նրանք նույնիսկ շահած գործը նորից վերաբացեցին, փորձում են ինչ-որ փրփուրներից հիմա կախվել, նոր գործ հարուցեցին, ըստ նրանց նմանատիպ ռեպրեսիաները բերելու են ինչ-որ մի պահի, որ մենք լռենք կամ մենք չպայքարենք, դա նրանից է, որ նրանք մեզ մինչ օրս չկարողացան լավ ճանաչել։ Ու այդ ամբողջ ռեպրեսիաների շարքը չի բերելու ոչ մի փոփոխության մեր դիրքի, մեր պայքարի, մեր սկզբունքայնության վրա ոչ մի ազդեցություն չի ունենալու։ Եվ խորհրդի նիստի ժամանակ նույնպես դրա մասին հայտարարվեց, որ եթե մարդիկ ընտրել են հանրապետական դառնալու ճանապարհը, բոլորը պետք է շատ լավ գիտակցեն, որ այս պայքարը լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք գնացելու հաջողություն։ Ու պետք է այդ process-ների ժամանակ մենք կիրառենք բոլոր հնարավոր եւ անհնարին մեթոդները, կլինեն դրանք ընտրություններ, կլինի փողոցային պայքար, մենք պետք է բոլոր տարբերակները միշտ դիտարկենք եւ բոլոր process-ների մեջ լինենք, ինչպես եղել ենք մինչև այս պահը։ Ձեր խոսքում նշեցիք, որ գործող իշխանությունների օրոք է Արցախը հանձնվել, բայց նրանք նախկին իշխանություններն են մեղադրում Արցախը հանձնելու մեջ, ավելին նախորդ շաբաթ խորհրդարանում պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Հայկ Մամիջանյանին եւ Տիգրան Աբրամյանին ներկապիտուլյանտ անվանում։ Ինչպես կարձագանքեք։ Նայեք, նրանց ղեկավարին, այսինքն Նիկոլ Փաշինյանին
Այս ընթացքում ինչ որակավորում որ ասես չի տվել ժողովուրդը։ Մենք շատ լավ հիշում ենք Սյունիքի դեպքերը, մենք շատ լավ հիշում ենք բողոքի ակցիաները թե կառավարության մոտ, թե երբ որ նա ուղակի փորձում էր մի շինությունից մյուս շինությունը գնալ, մենք այդ բոլոր վանկարկումները շատ լավ հիշում ենք։ Նրան էլ տարբեր հայհոյանքներ են ասվել ժողովրդի կողմից, թե անվանվել է թուրք, ինչը ի դեպ նա ազգային ժողովի ամբիոնից համարեց, որ շատ նորմալ է, դե սովորական ազգ են, հիմա որ ինձ ասում են թուրք, ես պետքա դրանից նեղվեմ։ Բայց երբ որ նրան ինչ որ պահի Սերժ Սարգսյանը անվանեց կապիտուլյանտ, նրա մոտ ցնցումներ էին ուղակի։ Ու երբ որ նա նմանատիպ վանկարկում լսում էր ցանկացած վայրում, ինքը մոռանում էր բոլոր այն հայհոյանքները, որ նրան մինչ այդ տվել էին, եւ կախվում էր միանգամից այդ կապիտուլյանտ բառից։ Եվ նման ցնցումներից հետո, երբ որ նրանք փորձում են դա վերագրել մեզ, դա մի քիչ ծիծաղելու է, որովհետեւ մեր իշխանության ժամանակ չի ստորագրվել կապիտուլյացիայի թուղթը, մեր իշխանության ժամանակ չի հանձնվել ամբողջ Արցախը, մեր իշխանության ժամանակ չի, որ սուվերեն ՀՀ տարածքում իրեն զորքերն են տեղակայել Ադրբեջանի զորքերը, մեր իշխանության ժամանակ չի, որ Ալիևը ինչպես ուզում իր մատը թափա տալիս եւ ինչ լկտի հայտարարություններ ասես, որ չի անում Հայաստանի Հանրապետության հետ կապված։ Այնպես որ նմանատիպ արտահայտությունները ուղղակի ծիծաղելի են։ Նրանք արդեն իսկ ազգային ժողովը վերածել են ինչ որ թատրոնի, որովհետեւ դե մենք ինչ պետքա սպասենք մի խմբակցությունից, որոնք այսպես ասած ստացել են իրենց կրթությունը Նիկոլ Փաշինյանից եւ նրանց ղեկավարը նա է, ումից նրանք պետք է ինչ որ մի բաներ սովորեն։ Դրա համար մենք տեսնում ենք այսպիսի պատկեր, որտեղ որ օրինակ իշխանական падգամավորներից մեկի համար ազգային ժողովը այն հարթակներ, որ պետք էր օրինակ դուրս գար եւ հայտարարեր իր անդրավարտիկ կամ անդրավարտիկ ունենալ չունենալու առեղծվածի մասին։ Նա համարեց, որ մեր երկրի այս ստեղծված իրավիճակում, երբ որ մենք շատ բարդ աշխարհակաղակական իրավիճակում ենք հայտնվում, դա այնպիսի կարևոր թեմա է, որ դրա մասին պետք է խոսել ազգային ժողովի ամբիոնից։ Էլ ինչ սպասենք մենք սրանցից։ Դուք կարծես թե այդ կրթվելու արշավին անդրադարձակ ձեր խոսքում, օրերս իրենց ղեկավար խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ազգային ժողովում նշել էր, թե իրենց կրթվելու արշավը ծաղրողները կատարյալ Ժիգուլի են։ Այնտեղ ընդդիմադիր падգամավոր Քրիստինե Վարդանյանը ասել էր, որ իրենց ուսուցիչները Մաշտոցը, Կորյունը, Թումանյանն են։ Կոնջորյանն էլ ասում է, որ դա նշանակում է, որ դուք քաղաքական դինոզավր եք, որովհետև որևէ մեկը չի կարողանալու ստուգել ձեր գիտելիքները։ Կարող ենք արձանագրել, որ նույն տրամաբանությամբ խորենացու ողջ բցիտող Աննա Հակոբյանին էլ է նա համարում քաղաքական դինոզավր կամ Ժիգուլի, եւ առհասարակ այս հայտարարություններին դուք ինչպես կարձագանք եք։ Նայեք, արդեն իսկ որ Աննա Հակոբյանը զբաղվում է ինչ-որ կրթական նախաձեռնությամբ եւ փորձում է կրթել ինչ-որ մարդկանց, արդեն իսկ ծիծաղելի է։ Ավելի ծիծաղելի է, որ դրանով նաեւ զբաղվում է Նիկոլ Փաշինյանը, ով որ նույնիսկ բուհը չէր ավարտել եւ նրան դիպլոմ տվեցին այն ժամանակ, երբ որ նա դարձավ վարչապետ։ Ու նա հիմա զբաղված է ինչ-որ մարդկանց կրթությամբ։ Ես նոր բերեցի մի օրինակ, թե նրանց կրթության արդյունքում ինչպիսի падգամավորներ են նրանք բերել ազգային ժողով։ Ու երբ որ նրանք ասում եք խորենացու ողբը կարդալ ու նմանատիպ բաներ, նրանք նույնիսկ տարբեր մարդկանց օրինակ Հրանտ Մաթևոսյանի խոսքերն էին աղավաղել։ Ինչի մասին է խոսքը։ Իսկ մենք մեր սերունդը կրթվել է Նժդեհի գաղափարախոսությամբ ազգային արժեքների, որպեսզի մենք շարունակենք ազգային արժեքների կրումը, որով նաև դաստիարակենք մեր հաջորդ սերունդներին, իսկ նրանք մենք տեսել ենք տարբեր միջոցառումներ, որի ժամանակ ազգայինը փոխել են մաքսիմալ պղծել։ Երկրորդային ու երրորդային կարգավիճակի են բերում հիմա հասցնեն ցեղասպանության հարցը։ Երբ որ Արարատ Միրզոյանը գտնվում էր Անտալիայի ֆորումին, այնտեղ հայտարարեց, որ նրանք առանց նախապայմանների կսկսեն նաև բանակցությունները Թուրքիայի հետ եւ նա գովաբանում էր նաև այն փաստը, որ մեր մեջ միջնորդներ չեն լինելու, մենք կարող ենք նաև ձեր հետ ուղիղ
բանակցել, հակամարտությունը կարգավորել ու այդպես շարունակ, բայց գործնական առումով մենք նման բան չենք տեսնում, որ նախապայմաններ չկան։ Քանի որ սրանք հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի ցեղասպանության հարցը հանեն օրակարգից։ Հարց, որը որ տարիներ շարունակ, տասնյակ տարիներ շարունակ միշտ եղել է հայկական դիվանագիտության առաջնային կետերից մեկը։ Վերջին 110-րդ տարելիցն է ցեղասպանության, ինչ սպասել ապրիլի 24-ի Նիկոլ Փաշինյանից, ինչ հայտարարություն եք ակնկալում մասնավորապես։ Ամենայն անկեղծությամբ ես ոչ մի լավ բան նամանավանդ նրանց սկսած այս ցեղասպանության ուրացման գործընթացից հետո ոչ մի լավ բան ընդհանրապես չեմ սպասում։ Նա ամենայն հավանականությամբ նորից կփորձի խեղաթյուրել ամեն ինչ, ցեղասպանության հարցը մաքսիմալ տեղափոխել հետին պլան, որպեսզի իրեն պահող, այսպես ասած, ուժերին մաքսիմալ հաճոյանա, քանի որ նույնիսկ Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ Անտալիայում արտգործնախարարի հետ Թուրքիայի դա շատ պարզ երևում էր, որ նա բացահայտ տակի կոնտեքստով ասում էր, որ մեզ օգնեք, որովհետև 2026 թվականի ընտրությունների ժամանակ մեզ օգնություն պետք է գալու, որովհետև ցանկացած այլ իշխանություն որ գա նմանատիպ քաղաքականություն չի վարելու ու ինքը ճիշտ է ասում, որ ցանկացած ազգային արժեքներ ունեցող, ազգայինի համար պայքարող իշխանություն որ եկավ, հաստատ նման կզած դիրքով ու նման ստորացած վիճակով չի գնալու բանակցությունների։ Սրանք նույնիսկ չեն սովորել իրար հետ համատեղ աշխատել։ Արարատ Միրզոյանը օրինակ Անտալիայի ֆորումի ժամանակ հայտարարում է, որ խաղաղության պայմանագիրը ունի գոյաբանական նշանակություն Հայաստանի Հանրապետության համար։ Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ մենք խաղաղության պայմանագիրը կնքենք, դա դեռ երաշխիք չէ, որ Ադրբեջանը ոչ մի կերպ չի հարձակվելու մեր վրա։ Բա լավ, եթե դա երաշխիք չի, ինչի ես նրանց բոլոր կետերը ընդունում, որ դու ասում ես այս ամեն ինչը տեղի ունենում փոխզիջումների արդյունքում մենք ընդհանրապես Ադրբեջանի փոխզիջումների կողմը չենք նկատում, ինչ որ մենակ զիջող կողմը դեռևս Հայաստանի Հանրապետությունն է, ու այդ ամբողջ process-ները տանում ես դեպի նրան, որպեսզի պարտադիր կերպով կնքեք, եթե դա երաշխիք չէ։ Նրանք նույնիսկ ասում են այլ ընտրանքը պատերազմն է, ինչ անեն այս իրավիճակում։ Իրենց հիմնական թեզը սա է, որ եթե այս քայլերին չգնանք, կլինի պատերազմ։ Նայեք, պատերազմով վախացնելը անընդհատ սրանց ոճն է, որ անընդհատ փորձում են բերել նրան, որ եթե չլինենք մենք կլինի պատերազմ, բայց մենք բազմաթիվ անգամներ տեսել ենք այս տարիների ընթացքում, որ քանի նրանք կան, լինում է անընդհատ պատերազմ։ Տարբեր օրինակների վրա նրանց օրոք նույնիսկ տեղի ունեցավ ցեղասպանություն Արցախում։ Այդքան տեղահանված մարդիկ, ովքեր որ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում հիմա, ում ընդհանրապես տեր չի կայնում օրվա իշխանությունները, նա խոսում է նրանից, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը մենք անպայման պահելու ենք, որ պահելու եք, մի քանի հատվածներում Ադրբեջանը եկել եւ տեղավորվելու դուրս չի գալի։ Բախի դրանով չեք զբաղվում։ Գերիների հարցը ընդհանրապես չեք քննարկում, ռազմաքաղաքական Արցախի էլիտայի հարցը ընդհանրապես չեք քննարկում, որ Բաքվում նրանք դատվում են հիմա։ Բա ինչ փոխզիջումներ եք դուք ժողովրդին պատմում, որ Ադրբեջանը կատարելու է։ Մենք մենակ դեռ տենում ենք Հայաստանի զիջումները։ Սրանք անընդհատ դուրս են գալիս եւ խոսում են նրանից, որ Հայաստանը դա դեմոկրատիայի բաստիոն է, Հայաստանի Հանրապետությունը ավելի ինքնիշխան, քան հիմա չի եղել։ Ուր է այդ ինքնիշխանությունը։ Դուք պատկերացնում եք, մինչև 2018 թվականը ինչ որ մի հատ պետություն փորձեր խառնվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի, նույնիսկ չնչին։ Իսկ հիմա մենք ինչ ենք տենում, Ադրբեջանը բացահայտ պահանջ է ներկայացրել, որ պետք է սահմանադրությունը փոխվի, իսկ սրանք դա հրամցնում են իրենց ու ասում են, չէ, այդ իրենց ասածով մենք չենք փոխում, այդ մենք մեզ ենք որոշել, որ պետքա փոխենք։ Բայց մինչև նրանց այդ հարցը օրակարգ բերելը, Ադրբեջանը արդեն բազմաթիվ տարբերակներով, տարբեր հարթակներում հայտարարել է, որ կետերից մեկը այն է, որ պետք է Հայաստանի Հանրապետությունը իր սահմանադրությունը փոխի։ Սրանք, երբ որ խոսում են ինքնիշխանության, անկախության հռչակագրի մասին, սրանք նույնիսկ չեն հասկանում ինչի մասին են խոսում, որովհետև եթե նրանք հասկանային, նրանք այս հարցի շուրջ ամենալավ որակավորը տվել է Վազգեն Սարգսյանով, որ ասաց անկախությունը դա բացարձակ արժեք է։ Սրանք դա չեն հասկանում։
Սրանք արդեն սկսել են մեր անկախությունը դարձնել սակարկման թեմա։ Բայց կարծես թե ամեն ինչ շատ լավ հասկանում են, Նիկոլ Փաշինյանն ասում է, մեր անկախության հռչակագիրը պետություն չունենալու մասին է։ Դե հենց այդ է հարցը։ Սրանք իրենց փորձում են դնել գժի տեղ, իրենց դնել անմեղսունակի տեղ, որպեսզի ցանկացած հարց չիմանալու, չհասկանալու տակ փորձեն այսպես ասած ծածկը ձմփոց անել ու անցնել առաջ։ Բայց չեն հասկանում, թե հստակ ընդգծված պլան կա։ Միանշանակ նրանք շատ լավ հասկանում են, թե ինչ են անում, բայց նրանք այդ ամեն ինչը փորձում են ցույց տալ, որ նրանք չեն հասկանում կամ ամենայն դեպս փորձում են այլ բաներ ներկայացնել, որ նայեք, չէ, մենք լավ բան ենք անում, բայց մենք այսքան ժամանակ տենում ենք, ինչ ասեցին, դրա հակառակը տեղի ունեցավ։ Ես քիչ առաջ նշեցի նրանց բոլոր կատարած գործողությունները, որոնք իդեպ բարձրաձայնվել են խորհրդի նիստի ժամանակ, որ լրիվ հակառակ process-ներն են արել։ Սրանց հիմնական թեզը, որ 2018 թվականին սկսեցին իրենց ցույցերը, սոցիալական պահանջներ կոպիտ ասած։ Հիմա մենք տեսնում ենք մի հատ իրավիճակ, երբ որ սոցիալական վիճակը գտնվում է շատ ծանր վիճակում։ Փաշինյանն ասում է, բարելավել է մարդկանց կյանքը, պարտադիր չի ամեն օր միս ուտեն, կարևորը բարեկարգ միջավայրում են ապրում։ Դե շատ հեշտ է նման բան խոսել, երբ որ ինքը ամեն օր միս է ուտում օրինակ։ Մենք տեսել ենք, թե նրա այցերը տարբեր տեղեր ոնց են ընթանում։ Ինչի մասին է խոսքը։ Եթե ըստ իր ամեն ինչ լավ է, ինչու՞ են անընդհատ տնտեսվարողները առանց որևէ ուղղորդման իրենց ինքնակազմակերպվում եւ տարաբնույթ ակցիաներ են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Այս վերջերս ոսկու շուկայի տնտեսվարողներն էին գնացել եւ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում այնտեղ։ Դրանից առաջ այլ ոլորտի տնտեսվարողներ էին այդ հարցը բարձրացնում։ Տարբեր տնտեսագետներ են հայտարարություններով հանդես եկել, որ դուք տանում եք կործանման, որ ցածր եւ միջին բիզնեսը ուղղակի կործանվի նմանատիպ հարկերի տակ, երբ որ դու միջին բիզնեսին եւ խոշոր տնտեսվարողներին նույն հարկային դաշտ ես մտցնում։ Դրա վառապացույցը նա է, որ այս պետրությամբ օրինակը բերեմ ոսկու շուկայի վրա, ոսկու շուկայի աշխատողները, ովքեր որ փոքրիկ տաղավարներ ունեն այնտեղ, չգիտեն ինչպես են աշխատելու։ Ու դա բերում է նրան, որ գինը բարձրանում է զարդերի։ Ու այդ բոլոր process-ները ու այդ հարկերի թանկացումները բերելու են նրան, որ սովորական ժողովրդից է դուրս գալ, որովհետև տնտեսվարողը պետք է ինչ-որ մի ձև եկամուտ ստանա, որ կարողանա ապրի, չէ՞։ Հետևաբար նա պետք է գինը բարձրացնի։ Իսկ երբ որ գինը բարձրացնում է, ավտոմատ դա արդեն սկսում է ազդել հասարակ քաղաքացու վրա։ Դուք բազմաթիվ խնդիրներ եք արձանագրում, բայց այս իրավիճակում կա նաև մեկ այլ խնդիր, արցախցիների հանդեպ ուղղորդված ատելության քարոզը, ձեր խոսքում որոշակիորեն անդրադարձակ դրան, կարծես թե այն հստակորեն ուղղորդվում է հենց պրոիշխանական շրջանակների կողմից, ինչով եք սա բացատրում, ինչ խնդիր են այսպիսով փորձում լուծել։ Քանի որ սրանք մաքսիմալ փորձում են իրենց վրայից գցել Արցախի հանձնումը, ինչը որ բոլորը շատ པարզ տեսել են, որ իրենց թեթև ձեռքով է տեղի ունեցել։ Ավտոմատ կերպով նրանք նաև ատում են արցախցիներին, քանի որ նրանք եկել են հիմա այստեղ, կորցնելով իրենց տունը, իրենց հողը, իրենց այնտեղ տարիների ընթացքում կուտակածը ու մինիմալ գոնե պայմաններ են պահանջում օրվա իշխանություններից, որպեսզի իրենց տեր կանգնեն, իսկ իշխանությունները մաքսիմալ փորձում են իրենց հերո պահել, որ կոպիտս մեռած են ձևանում, էլի, մենք չկանք։ Ոնց ուզում եք գնացեք ձեր հարցերը լուծեք։ Դրա համար արցախցիները որոշակի պահանջներ են առաջ բերում։ Մենք էլ ենք գոնե մինիմալ պայմաններ ուզում ենք մեր լինի, որ ապրենք, վերջի դու մեզ թողել ես առանց ոչ մի բանի։ Իսկ դրա ամենակարճ ճանապարհը այն է, որպեսզի փորձեն արցախցիների նկատմամբ հակաքարոզ իրականացնել, նրանց հետ կապված տարաբնույթ ստեր հորինեն, էլ 5000 դրամով ցույցի գնացողներ, էլ զիբիլիվերի կատուններ, Ալեն Սամոյանը նույնիսկ ազգային ժողովի ամբիոնից հայտարարել, այնտեղ նույնիսկ խեղաթյուրում են տարբեր գործիչներ նրանց այնտեղ պայքարելու փաստը, եթե պայքարած չլինեին, ադրբեջանական կողմը որտեղից պետք է այդքան զոհ ունենար, արցախցին այդքան հալումաշ լինելուն զուգահեռ, իսկ մենք հիշում ենք շատ լավ, թե ինչքան ժամանակ այնտեղ բլոկադա տեղի ունեցել, ինչքան ժամանակ այնտեղ սնունդ չի եղել, հալումաշը եղած արցախցին կարողացել է կանոնավոր բանակի դեմ տևական ժամանակ պայքարել, բայց նաև նա հասկանում էր, որ իր հետևում կանգնած է իր ընտանիքը, ու թուրքը արդեն մտնում է իր ընտանիք։
այդ իսկ պատճառով նրանք ինչ որ մի պահի ընկան ու այլևս չկարողացան պայքարել։ Այդ ամենի զուգահեռ այնտեղ ինչ որ լուրջ զինտեխնիկա էլ այլևս չէր մնացել պատերազմից հետո, քանի որ մեծ մասը Ադրբեջանն արդեն իսկ ոչնչացրել էր այն ժամանակ, իսկ դրանից հետո այնտեղ զինտեխնիկա չի մտել։ Դուք այս իրավիճակից նկատի ունեմ հանրապետական կուսակցությունը ելքը ինչպես է տեսնում։ Հանրապետական կուսակցությունը այս իրավիճակից ելքը տեսնում է պայքարել բոլոր հնարավոր մեթոդներով, կանգ չառնել, բոլոր հնարավոր մեթոդների մեջ մտնում է թե փողոցային պայքարը, թե ընտրությունները, թե մեդիա դաշտում փորձերը սրանց բոլոր ստերի բացահայտելը, որպեսզի ինչ որ մի ձև մեր հանրությանը կարողանա հասցնել մի այնպիսի քրիտիկական վիճակի, ովքեր որ մարդիկ միահամուռ կերպով դուրս գան փողոց ու ինչ որ պահի մեր հասարակությունը հասնի այն քրիտիկական կետին, որ այս իշխանությունները ուղղակի հեռանան, քանի որ սրանց մեկ օր ավել նույնիսկ իշխանության գտնվելը մեր երկրի համար շատ ծանր հետևանքներ է ունենում։ Ըստ իս լավագույն տարբերակը սրանց հեռացման փողոցային պայքարի միջոցով դա իմպիչմենտի գործընթացն է կամ անվստահություն հայտնելու գործընթացը, քանի որ մենք օրինակի վրա տեսել ենք, որ լինում են դեպքեր, երբ որ տարբեր падգամավորներ գալիս են կոպիտ ասած մյուս դաշտ 2020 թվականի ցույցերը դրա վառապացույցն էին, իսկ մենք նաև տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը չունի ինչ-որ կարմիր գծեր ու կոնկրետ նրա հրաժարականը պահանջելը, ինչքան մարդ լինի փողոցում, ոչ մի բանի չի հասցնելու, քանի որ նա գնա կմտնի իր բունկերը եւ կսպասի այնտեղ այնքան ժամանակ, մինչեւ որ ոստիկանությունը կատարի իր գործը։ Իսկ ոստիկանությունը այս պայմանությամբ բացի դրանից այլ դրական կողմ չի գնում։ Դրա վառապացույցը այն էր, որ այս վերջերս դատախազությունը տվեց ցուցանիշներ, որտեղ որ երևում էր, որ բացահայտման թիվը հանցագործությունների ընդհանրապես 22% է։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Այսինքն 5 հանցագործությունից բացահայտվում է ընդամենը մեկը։ Ընդամենը։ Այսինքն կարծում եք, որ փողոցային ճանապարհ գումարած իմպիչմենտի process։ Այո, ըստ իս լավագույն տարբերակը սրանց հեռացնելու դա այդ process-ը սկսելն է ու ճնշումը գործադրել արդեն պարլամենտական իշխանության նկատմամբ, որը կհանգեցնի նրան, որ սրանք քվեարկեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը այլևս չլինի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Շնորհակալություն։ 168 TV-ի եթերում ռիվյուներ։ Հետևեք մեր հետագա թողարկումներին։